կարգով ամբողջ քրեական գործն է ոչ իրավաչափ եւ ի սկզբանե չպետք է հարուցված լիներ։ Մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ, խոսքի ազատության բավարարման հետ, ինչի մասին արդեն 3 ամիս խոսում ենք եւ 3 ամիս Նարեկը եւ Վազգենը 102 ավելի քան 102 օր անազատության մեջ են գտնվել։ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի 3 ամսով Նարեկ Սամսոնյանի կալանքի երկարաձգելու որոշումը եւ կայացրեց տնային կալանք, խափանման միջոցը փոխեց տնային կալանքով եւ 3 ամսվա ընթացքում բավականին բարդ ճանապարհ է անցել թե Նարեկ Սամսոնյանը, թե Վազգեն Սաղաթելյանը, բայց հատկապես Նարեկ Սամսոնյանը այն առումով, որ գիտեք հացադուլի միջով է անցել 15 օր հացադուլ, այնուհետև առողջական լուրջ խնդիրներ, Իզմիլյան բժշկական կենտրոնում վերականգնողական բուժում, վիրահատություն, հետվիրահատական շրջան եւ միայն ուրախացող հանգամանք այս ամենի մեջ կանում է նրանում, որ գոնե այս առողջական խնդիրների պայմաններում ինքը իր այսպես ասած կալանքը կկրի ոչ թե բանտային պայմաններում, ինչը իսկապես անհամատեղելի է իր առողջական վիճակի հետ, այլ տնային պայմաններով։ Հակառակ պարագայում որևէ ուրախացնող հանգամանք չկա քրեական հանցագործություն չգործած մարդու համար։ Ինչ է նշանակում ուրախանալ չգործած հանցանքի համար տնային պայմաններում եւս կալանքի տակ գտնվելու կապակցությամբ։ Ինչ սահմանափակումներ ունի Սահմանափակումները բավականին խիստ են, հաղորդակցությունների արգելք, ինչպես նկատեցիք Նարեկին արգելք։ Նույնիսկ իրավունք չուներ, ասել լավ եմ զգում, այո։ Հաղորդակցությունների արգելք ունի, հնարավորություն ունի շփվելու միայն իր մերձավորների եւ իր հետ չբնակվող մերձավորների հետ եւ պաշտպանների հետ, որևէ այլ անձի հետ շփվելու հնարավորություն չունի եւ այս կալանքը պահպանվելու է մինչեւ ապրիլի 10-ը, եթե չեմ սխալվում, 10-ի շրջակայքում, այսինքն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված այդ 3 ամսյա կալանքի ժամանակահատվածին է վերաբերում այս կալանքը։ Այս պահին նաև բնականաբար արդեն երբ որ 3 ամսվա ժամկետը լրանում է, նորից վերանայվում է խափանման միջոցի հարցը։ Մենք հույս ունենք, որ այլևս Նարեկը չի վերադառնալու բանտային կալանքի պայմաններին։ Ասեմ նաև, որ այսօր սպասում ենք Վազգեն Սաղաթելյանի գործով վերաքննիչ դատարանի որոշմանը, պաշտպան Արսեն Բաբանն է հայտնել դրա մասին։ Աստված տա նաև այս մասով գոնե մի փոքր դրական լույս ստանանք եւ գոնե Վազգենի կալանքի եւս փոխվի տնային կալանքով, որովհետեւ նորից եմ ասում, այս մարդիկ քրեական հանցագործություն չեն գործել, իրենք կենթարկվում են քաղաքական հետապնդման, իրենք դատապարտվում են իրենց քաղաքական խոսքի համար։ Անտիֆեյքը ամբողջությամբ թիրախավորված է որպես ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոց, որպես անկախ լրատվամիջոց եւ նշեմ անգամ, որ 3 ամիս անց նաև մեր տեխնիկան եւ գույքը վերադարձված չէ քննչական կոմիտեի կողմից։ Մի մասը վերադարձվել է, չէ՞, որոշ մասն են մնացել։ Տեսախցիկներ, միկրոֆոններ, որոնք ի սկզբանե չպետք է տարվեին, խայտարակ կերպով դրանք բռնակի կանցվեցին, հետո վերադարձվեցին կարճ ժամանակ անց, բայց ամենակարևոր մեր տեխնիկան համակարգիչներ, նոթբուքեր, լրագրողների անձնական համակարգիչներ, նոթաթեթեր եւ այլն, դրանք այս պահի դրությամբ նաեւ Նարեկ Սամսոնյանի ու նրա ընտանիքի անդամների ու Վազգեն Սաղաթելյանի ընտանիքի անդամների անձնական տեխնիկան։ Մինչ այս պահը արգելված է եւ գտնվում է քննչական կոմիտեի վերահսկողության տակ։ Վերջացել քննչականը արդեն դատական չեն վերադարձրել, պարզապես չեն վերադարձրել։ Այսօր կրկին դիմելու ենք նաև այդ գույքը։ Այսինքն չպատճառաբանված դրանք պահվում են, որովհետև քննության ընթացքի համար վարույթը կարող է պահվել, վարույթի ենթադրում է նաև դատական քննությունը, բայց մենք գիտենք, որ այդ տեխնիկայի մասով որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Որևէ քրեական գործը բոլորիս հայտնի է։ Այսինքն հետույք բառի ինչը պիտի գտնեին համակարգչում։ YouTube-յան հարթակում տեղադրված 2 էպիզոդով YouTube-յան հաղորդումների համար է եւ եթեր է եղել, տեխնիկան վերցնելը պարզապես նպատակ է հետապնդել տորպեդահարել անտիֆեյքի գործունեությունը, որը չստացվեց միայն մեր սիրելի համակիրների եւ մեզ աջակցող մարդկանց կողմից։ Իսկ ինչպես է հիմա Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը։ Կանարես մի լրացում էլ հացադուլի հետևանքով առաջացած առողջական խնդիրները կամ կազդուրումը ամբողջական տեղ ունեցել են։ Իզմիլյան բժշկական կենտրոնում բավականին լավ վերականգնողական բուժում իրականացրեցին հացադուլի կապակցությամբ, մի բանի ինչը որ մեզ համոզում էին իրականացնել բանտային պայմաններում եւ մենք դեմ էինք ի սկզբանե եւ փառք Աստծո, որ դա տեղի ունեցավ եւ վերականգնողական բուժումը ընթացավ հենց Իզմիլյան բժշկական կենտրոնում պրոֆեսիոնալ բժիշկների հսկողությամբ, փառք ու պատիվ իրենց բոլորին։ Բնականաբար հացադուլը որոշակի բարդություններ էր առաջացրել վիրահատական հանգամանքների կապակցությամբ եւ հետ վիրահատական շրջանում նույնպես ինչ-որ չափով զգացնել տալիս էր եւ այս պահի դրությամբ վիրահատության հետևանքները դեռ շարունակվում են, քանի որ այնպես վիրահատություն է ունեցել, որը մինչեւ
շուրջ 3 ամիս հետ վիրահատական խնամ եւ կազմում է ենթադրում եւ լավը որ այդ ամենը գոնե տնային պայմաններում կարողանա տեղի ունենալ։ Այսինքն բժշկի վերահսկողության հնարավորինը Բժշկի վերահսկողությունը լինելու է, դատարանը թույլատրել է նաև Նարեկին միայն նաև իրեն բուժող բժշկի հետ հաղորդակցություն ունենալ, այդ մասով նույնպես ունենք դրական այդ փոքրիկ կտորը։ Այսինքն ամեն անգամ մենք բոլոր իրավական, բոլոր օրինական ճանապարհներով շարունակելու ենք այս անարդարության դեմ պայքարը, ամեն հնարավոր տարբերակներով բարձրացնելու ենք, չենք դադարում նամակները տարբեր միջազգային կառույցներին, որոնցից այսպես նամակներ ստացել ենք, որ կարդացել ենք, ուղարկել ենք մեր գրասենյակներին, այսպիսի արձագանքներ ստացել ենք կամ կապի հետ ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։